Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, թեժ ու հետաքրքիր սերիալներ են սպասվում հեռուստադիտողների համար։ Հեռուստասերիալում նկարահանվող դերասանները պարբերաբար սոցիալական ցանցի իրենց էջերում կիսվում են տեսանյութերով ու լուսանկարներով, որոնք արված են նկարահանման հրապարակում և ցույց են տալիս, թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում, իսկ հաջորդ սերիաները լի են ինտրիգներով, հետաքրքիր բացահայտումներով և իհարկե նոր գաղտնիքներով։ Տեսանյութերից մեկում պարզ է դառնում, որ Միքայելը խոսում է ինչ-որ մեկի մահվան մասին, և այդ մեկը պատահական մեկը չէ, այլ մեկը, ով սկզբում իրենց թիմից է եղել, այնուհետև անցել է Սոսի կողմը։ Հեռուստադիտողների մեծ մասը ենթադրում են, որ դա կարող է Նոյը լինել, քանի որ Նոյի հայրը բավական շփոթված է և խառնված իրար։ Տեսանյութ է հրապարակվել նույնիսկ, որ նա վազում է։ Իսկ թե ինչ է սպասվում հետագա սերիաներում, ցույց կտա ժամանակը, այնպես որ գրեք ձեր կարծիքը, ինչ եք կարծում Նոյն է մահանում, թե այլ ուրիշ մեկը։ Իսկ հեռուստասերիալում իսկական զարգացումները նոր են սկսվում։ Բուժքույրը վերադառնում է այն բուժքույրը, ով ներկա է եղել Աննայի ծննդաբերությանը։ Բուժքույրը մենակ չի վերադառնում, այլ որդու հետ, ով ունի առողջական խնդիրներ և ինչի համար էլ նա գումար է վերցրել որդու բուժման ծախսերը հոգալու համար։ Բայց բուժքրոջն այդքան էլ լավ ժամանակներ չեն սպասվում, քանի որ կրկին հրապարակված տեսանյութերից մեկից պարզ է դառնում, որ Լիլիթն այցելում է բուժքրոջն ու քաշքշում, թե ինչ է հետևելու դրան և արդյոք Սոսը դուրս է գալու բուժքրոջ հետքի վրա և վերջապես բացահայտելու է, ով է իր դուստրը, ցույց կտա ժամանակը, բայց որ ամենաթեժը դեռ առջևում է, դա հաստատ է։ Սոսը դուրս է եկել բանտից և նրա միակ նպատակը շախունցներին պարտված տեսնելն է, և դրա համար նա հավանաբար օգտագործելու է Նոյին։ Նոյին խնդրում է, որ ամեն ինչ անի, որ շախունցները պարտվեն։ Բայց արդյոք Նոյը պատրաստ է նման բան անելու, հատկապես որ Նոյի հայրն ասում է, որ շախունցների, այսինքն Հենդոյի հետ նա հաց է կիսել և իր համար դժվար կլինի նրան դավաճանել։ Այս թորին այն բոլոր մարդկանց համար, ովքեր միշտ հարցնում են, դու ոնց ես հասցնում գնաս դասի, գնաս ստուդիա, պարդաս տաս, գնաս նկարահանման, այսինքն ազատ եմ լինում, դաս եմ անում։ Իսկ գործս եմ միշտ դասավորում եմ, նենց որ հասցնեմ երկուսն էլ։ Իսկ վաղն էլ շատ սիրուն առիթ ունենք, եղբորս հարսանիքն է ու շատ եմ սպասում, բայց սպոտկի ասում եմ, ինչ հոգնած եմ լինելու վաղը, ոնց եմ մորտնանալու, չգիտեմ։ Ժամը 12-ն է լինում արդեն, չեղավ 11։ Հարսում եմ դեսին։ Երբ է եղել։ Չհասկացա։ Ոնց է եղել։ Լավ։ Աստվածոքա ես քո մահը չէի ուզում։ Անկախ նրանից, որ դու անցել էիր Սոսի բանակարդը։ Առաջին դերը կինոյում եղել է հիշողություն ֆիլմը, գլխավոր դեր էի խաղում Մարիամի կերպարը, որը ցեղասպանության մասին ֆիլմ էր, էկրաններ բարձրացավ, բայց շատ քիչ մնաց արգելեցին։ Իսկ առաջին դերը թատրոնում եղել է Արնախումի ընտանիքը ներկայացման մեջ Մարիայի կերպարը։ Տեղել էր գլխավոր։ Իսկ այս ստորիով մի հատ բան հիշացնեմ, վաղը խաղում ենք Ֆիգարոյի ամուսնությունը ներկայացումը, որը խաղացանքից դուրս էր եկել, բայց վերականգնել ենք ու հիմա արդեն նորացված նոր սաստավով խաղում ենք։ Դենց որ կարող եք վաղը համենալ դրամատիկական թատրոն ու դիտել մեր կատակերգությունը։ Հիմա գնում եմ փորձի։ Օրը նոր է սկսվել, բայց արդեն իմ վազվզոցը սկսվել է, որովհետև առավոտյան նկարահանման էի, հիմա վազում եմ ստուդիա դասի փոքրերի մոտ, հետո պիտի վազեմ մեր երկրորդ մասնաճյուղ, որովհետև այնտեղ էլ ունենք այսօր դաս, իսկ ովքեր չգիտեն ասեմ, որ մեր երկրորդ մասնաճյուղը գտնվում է Ադոնց 6/1 հասցեում, ինֆորմատիվ
Story եղավ, ուրիշ բան էի ուզում ասել, ուրիշ բանի մասին եղավ։ Ձեզ էլ սիրուն օր եմ ցանկանում։ Բարի լույս, գնում եմ նկարահանման, մի տեսարան ունեմ այսօր նկարվելու ու հենց առաջին տեսարանը, ընդհանրապես չեմ քնել ամբողջ գիշեր, մի վայրկյան անգամ չեմ քնել, չգիտեմ օթերում եմ, գոնե հիշեմ ինչ եմ նկարվելու, գոնե տեքստերս հիշեմ, վայ, բոլորիս լավ ու բարևձեզ ակտիվոր պիտի դիմանեմ չքնեմ, թե չէ ռեժիմս էլի լրիվ կխախտվի